Հայոց պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պետությունը եւ եկեղեցին հակադրվել են իրար, եղել է հակամարտություն, հայտնի է նաեւ Պապ Թագավորի դեպքը եւ որոշ հետազոտողներ համոզում են, որ Պապը զոհ գնաց եկեղեցի պետություն հակամարտությանը։ Այդպես է թե այդպես չէ, դա այսօր կարևոր չէ, կարևոր է այն, որ հայ առաքելական եկեղեցին հայության եւ Հայաստանի պատմության մեջ միակ եզակի կառույցն է, որը առանց դադարի եւ առանց կոտրվելու եւ ոչնչանալու, անգամ հետագայում վերածնվելու պարագայով, առանց որևէ խոշոր վնասման անցել է դարերի միջով, հազարամյակների միջով, առաջնորդել է այս ժողովրդին, երբ չի եղել պետություն, ստանձնելով պետության դերը, ստանձնելով իշխանության եւ կառավարության դերը փաստացի գետնի վրա, անգամ օտար նվաճողների տիրապետության ներքո եւ հասել է մինչեւ մեր օրեր։ 1999 թվականին ընտրվեց այս կաթողիկոսը, թե ինչպես ընտրվեց շատերը գիտեն եւ շատերին է հայտնի, որ խոսում են, որ ընտրվեց կաթողիկոս Լուիս Մանուկյան Սիմոնի անմիջական ջանքերով եւ Ազգեն Սարգսյանի անմիջական միջամտությամբ։ Հետևաբար պետությունը միջամտեց էլիս, նրանից առաջ Գարեգին առաջին կաթողիկոսը ուղղակիորեն ընտրվեց կաթողիկոս, թեև լավ կաթողիկոս էր, բայց այնուամենայնիվ ընտրվեց կաթողիկոս Լեոն Տեր-Պետրոսյանի ուղղակի ճնշման արդյունքում եւ իր կազմակերպած ընտրությունների արդյունքում, թեև Տեր-Պետրոսյանը չէր երևում։ Գարեգին երկրորդ կաթողիկոսը իր ողջ պաշտոնավարման ընթացքում ցույց է տվել, որ ինքը եկեղեցու առաջնորդ չէ։ Ինչու ինքը եկեղեցու առաջնորդ չէ, որովհետև ինքը պարբերաբար խեղդել է ընդդիմությունը եկեղեցու ներսում, ինչպես պետական համակարգում է արվել, ինքն էլ իր հերթին եկեղեցու համակարգում առաջ է մղել միջակություններին, ոչնչություններին, խուժանների եւ գողականների, նրանցից շատերին սարքելով եպիսկոպոսներ, վարդապետներ, թեմակալ առաջնորդներ եւ այլն եւ այլն։ Մեծ կասկածներ կան, շատերը կարծում են, ասում են, որ կոռուպցիան տարածված է եկեղեցում եւ կարծում եմ շատերն են մտածում, որ եկեղեցին հաշվետու չէ ֆինանսապես որևէ մեկին եւ ֆինանսները տնօրինվում են կաթողիկոսի կողմից։ Բայց նաեւ պիտի ասենք, որ տեղի ունեցել ապակառավարում եւ հենց այն թեմայով, որին անդրադարձավ ռեժիմապետը, եկեղեցիները այո վերածվում են չուլանների, այսպես կոչված, ցավոք սրտի այդպես է եւ անգամ նորոգությունները կատարվում են խայտառակ մակարդակով։ Ես անդրադառնալու եմ այս թեմային առաջիկայում, բայց օրինակ Մայրաթոր Էջմիածինը ըստ էության պղծվել է, որովհետեւ հատակի հայկական բջնի եզակի մարմարը, որը երկար տարիներ դրանից առաջ եղած նորոգությունների ընթացքում տեղադրվել էր այդտեղ, փոխարինվեց իտալական, եթե չեմ սխալվում, արհեստական սալիկով, ամեն դեպքում սալիկները արհեստական են, այսինքն կոպիտ ասած, զուտ մաքուր գրափարյան հայերենով ասած մետլախ գցեցին, մետլախ խփեցին Մայրաթորի ամբողջ հատակին։ Եվ հիմա էլ այդ մետլախի վրա օրինակ չեն թողնում մանկասայլակով մայրերը երեխաների հետ մտնեն։ Երեխաներին կամ պիտի գրկած մտնեն, կամ քայլեցնելով, կամ այսինքն այսպիսի բաներ։ Բայց այնք մարուկներ են, որոնք փոքրիկ բան լինելով հանդերձ շատ բանի մասին են խոսում։ Բայց ամենամեծ չարիքը, որ իրենից ներկայացնում է այս կաթողիկոսը, դա իր լռությունն է։ Խոսքը չի վերաբերում տաղավար տոներին կամ նոյեմբերի 9-ից հետո արված մի թեթև ինչ-որ հայտարարությանը, տաղավար տոներին ինչ-որ իր ճառերում, ինչ-որ ակնարկներով, ղզիկավարի ինչ-որ քոսոտ քնձռոտ խոսքերը ուղված այս ռեժիմին։ Խոսքը վերաբերում է նրան, որ կաթողիկոսը լուռ է։ Խոսքը վերաբերում է նրան, որ եկեղեցին ուրացել է իր առաքելությունը, եկեղեցին դադարել է լինել ազգի կողմնացույց, եկեղեցին դադարել է ստանձնել ազգի ղեկավարությունը, երբ ազգը մնացել է որբ եւ կառավարվում է թշնամու սատրապների կողմից, եւ եկեղեցին պահպանում է լռություն։ Ինչու է պահպանում լռություն? Իմ խորին համոզմամբ, դա իմ համոզմունքն է, որովհետեւ այն սովետական շրջանից ի վեր եւ անգամ շատ ավելի վաղ, թերևս Հովհաննես Կարբեցուց սկսած
հաջորդ կաթողիկոսով ոչ, բայց դրանից հետո թերևս այո, եւ գիտենք, որ Խորեն Մուրադբեկյանն էլ խեղդեցին, որովհետեւ Ստալինի քիմքին հարմար չէր կաթողիկոսին, բայց այդ ժամանակներից ի վեր, ինչպես այսի թեև ընդհատումներով, եկեղեցին կապված է եղել Ռուսաստանի հետ, KGB-ի հետ։ Եվ այդ ավանդույթը իմ խորին համոզմամբ ամենևին չի վերացել, մենք տեսնում ենք սրա կապերը Ռուսաստանի հետ, մենք տեսնում ենք սրա ջերմությունը Ռուսաստանի հանդեպ եւ ռուս ուղղափառ եկեղեցու հանդեպ, որտեղ լուրջ թշնամանք կա ցավոք սրտի, լուրջ թշնամանք կա հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Ռուս ուղղափառ եկեղեցու մասին է խոսքը։ Եվ իմ համոզմունքն է, որ ինչպես նախկիններին են Մոսկվայից ասում մի խանգարեք Նիկոլ Փաշինյանին, իրականում մի խանգարեք Նիկոլ Փաշինյանին, երկիրը տանելու այն կետը, որտեղ իրենք պայմանավորվել են Բաքվի հետ, որ պետք է տարվի Մոսկվան, նույն կերպ վարվում է եւ եկեղեցին, որովհետեւ լսում է Մոսկվային, որովհետեւ ենթարկվում է Մոսկվային, իմ համոզմամբ KGB-ին, որ այսօր կարելի ասել հատուկ ծառայություններ անով, բայց պայմանականորեն ասում ենք KGB։ Հիմա ներողություն։ Հիմա խնդիրը ինչու՞մ է կայանում։ Խնդիրը կայանում է նրանում, որ անգամ Բագրատ Սրբազանի շարժումը վերցվեց Ռուսաստանի հովանավորության ներքո եւ սպանվեց։ Մենք տեսնում ենք նաեւ, որ առանձին հոգեորականներ ինչ որ բաներ են խոսում այս իշխանության դեմ, բայց որևէ լուրջ խոսք չկա։ Բագրատ Սրբազանը անցավ ճամարտակությունների, անցավ աստվածաբանական ինչ որ ելույթների եւ ուղղակի բարոյալքեց եւ որակազրկեց հոգեվորականության կողմից ժողովրդին առաջնորդելու ելույթը նույնպես։ Ուզում եմ ասել նաեւ, որ հայ առաքելական եկեղեցին պատմության մեջ եղել է աշխարհի ամենակաղաքական եկեղեցին թերևս եւ անգամ կաթոլիկ եկեղեցուց ավելի քաղաքական։ Հայտնի է, որ կաթոլիկ եկեղեցին շատ քաղաքականացված եկեղեցի է եղել եւ շարունակում է մնալ ինչ որ առումով, եւ հայ առաքելական եկեղեցին եղել է շատ ավելի քաղաքական, որովհետեւ քաղաքական իշխանության է տնօրինել ըստ էության։ Եվ անգամ նվաճողների հետ բանակցել է հայ ժողովրդի անունից եւ Հայաստանի անունից որպես Հայաստանի իշխանություն։ Լիբանանում օրինակ այսօր, որտեղ համայնքային պետություն է ստեղծված քաղաքացիական պատերազմից հետո, յուրաքանչյուր համայնքի դե ֆակտո, այսինքն փաստացի քաղաքական առաջնորդը հանդիսանում է նրանց հոգևոր առաջնորդը եւ Լիբանանի հայության քաղաքական առաջնորդը որպես հայություն հանդիսանում է Արամ առաջին Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսը, որի նստավայրը Անտիլիասում է Բեյրութի Արվարձան։ Այս կաթողիկոսը բարոյական մեծագույն հանցագործություն եւ պղծություն է գործել այս ազգի հանդեպ, կատարելով շինարարություններ, բայց չփորձելով կանգնեցնել երկրի բառացի ավերումը։ Այս եկեղեցին եւ այս կաթողիկոսը պարտավոր էին վեր կենալ եւ քաղաքական պայքար ստեղծել եւ առաջնորդել եւ դառնալ կատաղի հակառակորդներ այս հայաստանակործան ռեժիմին եւ դա չեն արել։ Մյուս կողմից ես ինքս լուսանկարներ էի տեղադրել իմ Facebook-յան էջում, այո, եկեղեցիներում կատարվում է խայտառակություն եւ դա իրականություն է։ Ինչ էլ որ ասեն մարդիկ, ինչ էլ որ ասեն պաշտպանվողները ռեժիմապետի հարձակումներից։ Ուղղակի պղծություն է այն վերաբերմունքը, որ կա եկեղեցու հանդեպ, բայց դա միայն եկեղեցու սպասավորների կողմից չի։ Նաև ժողովրդի կողմից է, այն ժողովրդի, որ գնում խաչակնքվում է, բայց եկեղեցին չի հարգում։ Եվ այս կաթողիկոսի եւ նրա ոհմակի, իրեն շրջապատող կղերական ոհմակի ֆունկցիան եղել է այն, որպեսզի վարկաբեկեն եկեղեցին եւ գցեն եկեղեցու վարկը։ Եվ այս ամենով հանդերձ ուզում եմ շատ կարևոր կետի հանգել։ Սա չի նշանակում, որ այս ռեժիմը իրավունք ունի այս եկեղեցու վրա հարձակումներ գործելու եւ եկեղեցին թիրախավորելու։ Ցավալիորեն եկեղեցապետերը տվել են բոլոր հիմքերը, որպեսզի այս ռեժիմը օգտագործելով իր սեփական օրակարգը, որը իր սեփականը չէ իմ համոզմամբ, դա մի օրակարգ է, որը իմ խորին համոզմամբ թելադրվում է Բաքվից եւ Անկարայից, ուղղակիորեն
ոչնչացնելու հայոց եկեղեցին եւ այս ռեժիմը օգտվելով այն բացերից, անցկերից եւ այն խուժանությունից, որ տիրում է եկեղեցում այսօր, հարվածում է ամենաթույլ տեղերին։ Եվ դա չպետք է թույլ տալ, ոչ թե նրա համար, որ եկեղեցում ամեն բան նորմալ է, ոչ, այլ որովհետև եկեղեցու կործանումը նշանակում է Հայաստանի վերջնական եւ հայ ազգի վերջնական կործանում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կատարում է ռազմավարական, ստրատեգիական լրջագույն քայլեր հայոց եկեղեցին կործանելու։ Եվ դա արվում է հստակ նպատակով Հայաստանի վերացման պրոցեսը ամբողջացնելու, բոլոր կողմերից համապարփակ անելու։ Մենք ականատես ենք եղել, որ Իլհամ Ալիևը լինելով լուրջ ստրատեգ, շատ լուրջ ռազմավարական մտածողություն ունեցող անձ, Էրդողանի հետ, որը նույնպես շատ լուրջ ռազմավարական մտածողություն ունեցող անձ է, եւ ընդհանրապես իրենք ներկայացնում են ժողովուրդ, ազգ եւ պետություններ, որոնք ունեն լուրջ ռազմավարական մտածողություն։ Կատարել են լրջագույն հաշվարկներ, փուլերի են բաժանել եւ ըստ փուլերի գնում են առաջ եւ այդ փուլերից հիմա հասել են այն հանգրվանին, երբ անհրաժեշտ է հայոց ազգային եկեղեցին ոչնչացնել, որպեսզի ազգի ոչնչացումը տեղի ունենա առանց որևէ պաշտպանության եւ դիմադրության, որովհետեւ իրենք կարծում են, որ եկեղեցին է միակ այն ուժը այսօր Հայաստանում, չլինելով այլևս ուժ, բայց միակ այն միավորը Հայաստանում, որը այնուամենայնիվ ինչ որ մի պահի կարող է ոտքի հանել այս ժողովրդին, թեև ես ինքս կարծում եմ, որ այս ժողովուրդը ոտքի ելնող չէ։ Եվ հիմա այս համատեքստում սկսվել է հարձակում եկեղեցու եւ եկեղեցապետի վրա։ Ես որևէ կերպ չեմ կարող պաշտպանել այս կաթողիկոսին, որ խայտառակություն է իմ խորին համոզմամբ հայ ազգի համար, հայ ժողովրդի համար, ինչպես նաեւ հայ ժողովրդի ռեժիմապետն է խայտառակություն շատ առումներով մեր ժամանակների համար։ Եվ ես չեմ պաշտպանելու այս կաթողիկոսին, բայց բոլոր նրանք, ովքեր ասոցացնում են կաթողիկոսին եկեղեցու հետ, կատարում են հակաեկեղեցական քայլ։ Եվ այո, հիմա այս կաթողիկոսը այս ճնշման արդյունքում մանավանդ վերջին գրառումներից մեկը նույն թեմայով, մի քանի գրառումներ եղան օրվա մեջ, Նիկոլ Փաշինյանի այն էր, որ պետությունը պետք է խոսք ունենա եկեղեցապետի ընտրության գործում եւ պետք է բարեվարկություն անցնեն։ Հարցը ինքը ինչ բարեվարկություն կանցնի, եթե բարեվարկության խնդիր լինի եւ կհամաձայնի արդյոք բարեվարկության թե ոչ, բայց եկեղեցու բարեվարկությունը պետք է լինի պարտադրված ժողովրդի կողմից։ Ես կասկածում եմ, որ կա այդ ունակությունը այսօր դա պարտադրելու, հետեւաբար պետք է պարտադրված լինի ներեկեղեցական եւ սփյուռքի համայնքների ղեկավարությունների կողմից, որոնք նույնպես չունեն այդ կարողությունը, բայց պետք է այդպես լինի։ Եվ հիմա հեռացնել այս կաթողիկոսին, որի նախանշանները մենք արդեն տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի պահանջով, նշանակում է ավիրել եկեղեցին։ Մյուս կողմից ես գտնում եմ, որ այս կաթողիկոսը անպայմանորեն պետք է ինչ-որ մի պահի հեռանա։ Եվ եթե ինքը հիմա հեռանար եւ կարողանար կազմակերպել ընտրություններ, որպեսզի իր տեղը գար այն 3-4 միգուցե բարոյական նորմալ արքեպիսկոպոսներից մեկը, որոնք կան եկեղեցում, ընդ որում Էջմիածնի թևում դրանք թերևս 3-4-ն են, բայց Անտիլիասի թեմում շատ ավելի մեծ քանակությամբ նորմալ, պարկեշտ կամ գոնե ներկայացուցչական եւ ազգային մտածողություն ունեցող արքեպիսկոպոսներ հաստատ կգտնվեն։ Ես չեմ խոսում այն անբարոյական պատրիարքների մասին, որոնք Երուսաղեմում եւ Կոստանդնուպոլսում են, որոնք ըստ էության ոչնչացնում են եկեղեցին այս կաթողիկոսից անգամ տեղ-տեղ առաջ անցնելով։ Բայց կան այդ հոգեվորականները եւ պարտադիր չի, որ այն խուժան գողականներից ընտրվի կաթողիկոսը, որոնցով շրջապատված է այսօր Մայրաթոռի վեհարանը։ Իրավիճակը իրականում այս ընդհանուր համատեքստում ողբերգական է եւ սա չպետք է դիտարկել առանձին վերցված ու պետք է հասկանալ, որ պաշտպանելով անձամբ կաթողիկոսին ոչնչացվում է եկեղեցին հենց նրանց կողմից, ովքեր կարծում են, թե իրենք հակադրվում են Նիկոլ Փաշինյանին։ Պետք է ասել ճշմարտությունը եկեղեցու մասին եւ ճնշում գործադրել այս կաթողիկոսի վրա, որպեսզի ինքը իր հեռանալով եւ իր տեղը պարկեշտ մարդու գալ
ապահովելու հնարավորություն տալով զրկի Նիկոլ Փաշինյանին իրեն հեռացնելու եւ իր փոխարեն Նիկոլ Փաշինյանի խամաճիկ նշանակելու, հետեւաբար Բաքվի խամաճիկ նշանակելու հերանեկարից, որը շատ իրատեսական է։ Ուզում եմ անդրադառնալ այդ թեմային նույնպես։ Թերևս դեռևս 1 ամիսը չի լրացել, երբ Բալքյան երկրներում հայ-առաքելական եկեղեցու առաջնորդ Վազգեն եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս Միրզա Խանյանը օրհնեց Նիկոլ Փաշինյանին եւ ըստ էության բացահայտ սատարում հայտնեց եւ ըստ էության ստացվում է, որ կարելի է ենթադրել, որ խոնարհվեց նրա առջև։ Շատերը սա ուղղակի քննադատության ենթարկեցին եւ անգամ ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, եթե չեմ սխալվում, Էդգար Ղազարյանը ասաց, որ եթե հիմա այս պաշտոնյան եկեղեցական հետ չկանչվի եւ չբանադրվի, ուրեմն այս եկեղեցին, ուրեմն կաթողիկոսը ավելի շուտ սատարում է նրան, ուրեմն համամիտ է եւ այլն, եւ դրանից հետո լռեցին։ Հիմա նորից պաշտպանում են կաթողիկոսին, բայց որևէ բան չեղավ, մենք տեսանք, որ որևէ բան չեղավ։ Եվ ինչու չեղավ, եւ ինչու է հիմա այս պահի դրությամբ այս կաթողիկոսը դեռևս շարունակում լուր մնալ։ Իմ խորին համոզմամբ, որովհետեւ տակները կեղտոտ է, ինչպես ասվում է գրական մաքուր գրափարյան հայերենում։ Տակները կեղտոտ է, դրա համար գիտեն, որ իրենց վրա կոմպրոմատներ կան եւ Նիկոլը հիմա թափ է տալիս այդ կոմպրոմատները, կոմպրոմատների մեծագույն վարպետը հայոց պատմության մեջ, որը ես լսել եմ ենթադրություններ կամ միգուցե ոչ ենթադրություններ, թե ինչպես են համապատասխան կառույցները համապատասխան անձի համար համապատասխան տեղեկատվություն հավաքում, ընդ որում խիստ անձնական բնույթի։ Ես չգիտեմ, թե ով ում ինչ է անում, բայց եթե խոսում է եւ դրանից հետո չկա խստագույն արձագանք, նշանակում է վախենում են։ Ինչպես կարող է նման հարձակման անարձագանք թողնել, հարձակում անարձագանք թողնել կաթողիկոսը, ինչպես կարող է անարձագանք թողնել եկեղեցին ինքը, որը ամլացել, մտել է այս կաթողիկոսի տակ եւ թույլ է տալիս իր կարեւորագույն կարգավիճակը եւ իր կարեւորագույն առաքելությունը պղծվի ինչ որ մեկի կողմից, ով էլ որ այդ մեկը լինի։ Միգուցե վաղը ինչ որ արձագանք լինի, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև եթե չի բանադրվում այս ռեժիմն ամբողջությամբ, եթե քաղաքական պայքար չի նախաձեռնվում, դա նշանակում է, որ եկեղեցու ղեկավարությունը կեղտոտ է եւ իր կեղտի բացահայտումից վախենալով լռում է, որպեսզի ավելի չգրգռի Փաշինյանից։ Փաշինյանը այսպես թե այնպես հասնելու է թերևս նրան, որ այս կաթողիկոսը հանվի եւ նրա տեղը դրվի իր մարդը։ Եվ Փաշինյանի ցանկությունը իմ խորին համոզմամբ այս եկեղեցին ոչնչացնելն է հիմնահատակ։ Իմ խորին համոզմամբ Վազգեն եպիսկոպոս Միրզա Խանյանը պատահականորեն չասեց դա այս կաթողիկոսին, այս վարչապետին, ասաց նպատակով, որովհետև ըստ էության ամենայն հավանականությամբ իրեն, մեկին, որի մասին ասում են, որ ինքը թաթախված է եղել սեքս սկանդալի մեջ Վրաստանում, քնելով, ասում են քնելով իր հոգևորականներից մեկի կնոջ հետ, եւ այդ մասին ես լսել եմ թե Վրաստանում, թե նաև որոշ կարևոր անձանցից, որոնք դժվար թե հիմար դատարկ տեղեկատվություն ունենային, եւ այդ մարդը, որը պարբերաբար սատարում է հայտնում այս իշխանությանը, հիմա առանձնահատուկ ժեստ է արել այս իշխանության հանդեպ։ Ես կարծում եմ, որ սա հավատարմության հավաստիք էր, որի շարունակությունը մենք տեսնելու ենք հետագայում։ Իհարկե կարելի է ենթադրել նաև, որ եպիսկոպոսներից մեկ այլ մեկը Քարամյան ազգանունով, որին շատերը կապում են Արգիշտի Քարամյանի հետ եւ շատերը ասում են, որ նա ամենայն հավանականությամբ նրա հայրն է։ Այդ մարդը նույնպես հայտնի է եկեղեցական շրջանակներում որպես այս ռեժիմի աջակից եւ հիմա օգտագործելով այս կաթողիկոսի թուլությունը եւ անորակությունը եւ եկեղեցին քանդած լինելու կարողությունը թիրախավորվում է այս կաթողիկոսը եւ թիրախավորվում է նաեւ այլ եպիսկոպոսներ։
Բագրատ Սրբազանի դեպքն էլ ավելացրեք դրան, որ եկավ եւ ինչպես այսի արդեն ուղղակի բարեհաջող հենանից այդ շարժման։ Հիմա մենք ունենք իրավիճակ, որում պետք է արվի մի բան։ Նախ մի բանի էլ անդրադառնամ, ես ապշում եմ, երբ մարդիկ հուզված վեր են կենում խոսում են, այո, տեղի ունեցել անհավանական մի բան, որը շատ հավանական է Հայաստանում եւ դուք տասնապատիկ ավելի հավանական բաներ եք դեռևս տեսնելու։ Երկրի ղեկավարը ուղղակի հայհոյանք է տվել, բայց հայհոյանք չի տվել, քֆուր է տվել։ Եվ քֆուրով է խոսել, հա, հայհոյանք բառը չի բնորոշում այն, ինչ արել է։ Եվ դա դառնում է նորմալ լեքսիկոն, թե հայկական իրականության մեջ, մենք դրա ականատես ենք արդեն մի քանի տարի, եւ թե հիմա արդեն պետության առաջին դեմքի մակարդակով։ Ինձ անկեղծ ասած անգամ չի մտահոգում, որ Հայաստանի եւ հայության դեմքը դրանով ինչպիսին է լինում արտասահմանի գործընկերների առջեւ, որովհետեւ նրանք բոլորն էլ գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչպիսի ղեկավարություն է Հայաստանում։ Բայց առանձնակի ոգևորվել հիմա այդ հանգամանքից առանց խորանալու, թե ինչու է դա արվել, տարօրինակ է։ Իսկ Արցախի հանձնումը, որն ավարտվեց եւ ամբողջացավ անցյալ տարի, օքեյ էր, նորմալ էր, որ այդպիսի հուզատոչոր ճառեր մենք չտեսանք։ Իսկ նորմալ է, երբ Ալենը ասում է, որ ադրբեջանցիները Հայաստանում ապրելու են այնպես, ինչպես ապրում են Վրաստանում։ Նախ Վրաստանում չկա այդպիսի խնդիր, Վրաստանը շատ համատության մեջ հատկապես շատ կայուն երկիր է, ինչպիսի ղեկավարություն էլ որ ունենա Վրաստանը, Վրաստանի ղեկավարությունը չի ծառայում Վրաստանի կործանման օրակարգին, Վրաստանը ունի տարբեր քաղաքացիներ եւ ադրբեջանցիները չեն դրել իրենց արժեվ գոնե այս պահին նպատակ կործանելու Վրաստանը, մինչդեռ դրել է նպատակ կործանելու Հայաստանը։ Եվ եթե ադրբեջանցիները գան Հայաստանում ապրելու, դա վերադարձ չի, դա գալ է, դա նվաճում է առանց զենքի, ինչպես խոստացել է Ալիևը, ապա հայերն այստեղ չեն ապրելու։ Եվ դա չեն հասկանում եւ այդ հայտարարությանը չեն արձագանքում, հիմա արձագանքում են մի հատ կեղտոտ քֆուրի ուղված կաթողիկոսի, զարմանալի է։ Ցավոք սրտի Ալեն Սիմոնյանը մի բանում է ճիշտ, բայց մասամբ է ճիշտ, որ ասում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց 5 րոպե հետո սկսվելու է առևտուր ադրբեջանցիների հետ։ Ինքը ճիշտ է ասում, առևտուրը սկսվելու է շատ շուտ, բայց սխալվում է մի հարցում, չի սկսվելու 5 րոպե հետո, սկսվելու է 1 րոպե հետո, կամ գուցե 1 րոպեից էլ պակաս հետո։ Եվ դրանում է խնդիրը, որ մենք եկել հասել ենք այն կետին, որ իշխանության ղեկավարը ըստ էության հայհոյում է եպիսկոպոսներին եւ դրանում ինչպես այսի մեղավոր են իրենք եպիսկոպոսները եւ եպիսկոպոսապետն ինքը եւ հասել ենք այն կետին, որ սա նույնպես մոռացվելու է, սա նույնպես մարսվելու է։ Եվ հասել ենք այն կետին, որ ունենք մի եկեղեցի, որը նույնպես մեր արտացոլումն է, մեր հայելին է, մեր հայելային պատկերն է, ինչպես այս ռեժիմն է մեր հայելային պատկերը, ոչ իմ, բայց մեր։ Երբ պատասխան չկա, երբ չի լինելու պատասխան, ըստ էության արժանի պատասխան նկատի ունեմ, մի բան կբլթացնի եկեղեցին, այո։ Ցավոք սրտի չեմ ուզում անգամ եկեղեցի ասել, որովհետև չեմ ուզում եկեղեցուն վիրավորած լինել։ Իմ վիրավորանքը եւ մեղադրանքը ուղղված է եկեղեցու առաջնորդներին, որոնք եկեղեցին պղծել են։ Սա սուրբ եկեղեցի է, սա լուրջ եկեղեցի է, սա վերջին միջնաբերդն է հայոց, որը ներսից պայթեցվում է եւ հիմա դրսից հարվածներին այն չի կարողանալու դիմադրել։ Եվ դրսից հարվածները մենք տեսնում ենք այսօր ռեժիմապետի կողմից իրականացվող հարվածների տեսքով։ Թափ կտա իրեն արդյոք եկեղեցին, թափ կտա իրեն արդյոք այս հասարակությունը, ոչ։ Դա բնորոշ չէ ոչ այս հասարակությանը, ոչ նրանից ծնված, նրանից ելած եկեղեցական վերնախավի մեծամասնությանը, եւ չեմ ուզում ասել ողջ վերնախավին, որովհետեւ այդ վերնախավում կան բարոյական եւ նորմալ մարդիկ, որոնք հաստատ իրենց այսպես չէին պահի։ Ես չգիտեմ, բոլորը կլռեին, բոլորը կմտնեին Մոսկվայի հատուկ ծառայությունների տակ, ինչպես դա տեղի ունեցել տասնամյակներ շարունակ, բոլորը կփորձեին չխառնվել քաղաքականությանը, թե ոչ, ես դա չգիտեմ, բայց հուսով եմ, որ ոչ։
Ամեն դեպքում այնինչ կա ներկայում սարսափելի վիճակ է եւ հիմա կա երկընտրանք։ Պետք է մնա այս կաթողիկոսը, թե պետք է գնա, միանշանակ պետք է գնա։ Պետք է գնա Նիկոլ Փաշինյանի ջանքերով եւ նրա հարվածների արդյունքում միանշանակ ոչ։ Միանշանակ ոչ։ Բայց պետք է, ինչպես ասացի, ինքը գնա, որպեսզի եկեղեցին կարողանա դիմագրավել այս հարվածներին եւ շանս լինի այս ժողովրդին ոտքի հանելու։ Ժողովուրդը ոտքի չի ելնելու այսպես թե այնպես։ Ես գիտեմ, որ հիմարություն եմ ասում, շանս լինի ոտքի հանելու։ Ամեն դեպքում ուզում եմ հավատալ դրան։ Ամեն դեպքում այդ շանսը պիտի տրվի։ Եվ հիմա ուզում եմ դիմել Գարեգին Բ-ին։ Կաթողիկոս, ձեր անունը կաթողիկոս ամենայն հայոց է։ Դուք ամենայն հայոց կաթողիկոսը չեք կամ գուցե եք, չգիտեմ։ Բայց ձեր ժամանակն ավարտվել է։ Հեռացեք արժանապատվորեն։ Պապ Բենեդիկտոսը հեռացավ, երբ կաթոլիկ եկեղեցում սկանդալ էր հասունանում, եւ ինքը շատ մաքուր մարդ էր եւ շատ գաղափարական, ձեզանից 1000 գլուխ ավել գաղափարական։ Միգուցե ձերպես սիրում էր լավ հագնվել, լավ ուտել, բայց ի տարբերություն ձեզ խոր գիտնական էր եւ հեռացավ մարդը եւ իր տեղը եկեղեցին ընտրեց Ֆրանցիսկոսին, որը սրբատեսակ մարդ էր։ Հիմա ընտրվել է նույնպես խիստ բարոյական կերպար, որտեղ կաթոլիկ եկեղեցին ունի դրա կարիքը։ Հայ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին սարսափելի վատ վիճակում է, եկեղեցին պիտի վեր կենա ոտքի։ Կամ ապաշխարեք ինքներդ, ծնկեք Աստծո առջև եւ ժողովրդի առջև եւ փոխեք ձեր տեսակը, փոխեք ձեր արածը։ Վերջապես քայլ արեք դառնալու քաղաքական առաջնորդ տղամարդու ղզիկ քարոզներով չէ, տղամարդու խոսք ասեք այս ժողովրդին, եկեղեցին վերադարձրեք իր առաքելությանը առաջնորդելու եւ փրկելու այս ժողովրդին թշնամու հարվածներից, որը ներսում է։ Եվ կամ եթե դա չեք կարող անել, քաջություն, տղամարդկություն եւ վերջապես հոգեվորության նշույլ ունեցեք, հեռացեք, բայց մի հեռացեք այնպես, որ այդ հեռանալուց օգտվի եկեղեցին եւ ժողովրդին կործանել ցանկացող ուժը։ Մի արեք այնպես, որ ձեր տեղը Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գա, կամ գա մեկ այլ եպիսկոպոս, որին վերահսկելու է այս ռեժիմը։ Արեք այնպես, որ ձեր տեղը գա բարոյական արժեքներ դավանող մեկը, եւ դուք կմնաք պատմության մեջ որպես ապաշխարած եւ եկեղեցին ավերից ու երկիր ավերից փրկած կաթողիկոս։ Ընտրությունը ձերն է։ Ես հավատացած եմ, որ դուք դա չեք անելու, որտեղ դուք դրան ընդունակ չեք։ Ձեզ ճանաչողները դա գիտեն։ Այն դաժանությունը, որով դուք հաշվի առդար եք տեսել եկեղեցական առումով եւ պաշտոնավարական առումով ձեր ներքին ընդդիմախոսների հետ, հայտնի է բոլորին։ Բայց հասկացեք, որ հիմա երկու տարբերակներ կա, եւ եթե դուք որոշեք դառնալ քաղաքական կերպար եւ փոխվել Մոսկվայից, որը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին Հայաստանը տանում է կործանման, ես երկու ձեռքով կլինեմ ձեր աջակիցը եւ կաջակցեմ ձեզ ձեր նախաձեռնելիք պայքարում։ Վստահ եմ, համոզված եմ, որ դա չի լինելու։ Վստահ եմ նաեւ, որ ոչինչ չի լինելու, ամեն ինչ շարունակվելու է այնպես, ինչպես եղել էր։ Եվ համոզված եմ նաեւ, որ իմ կանխատեսումն իրականանալու է եւ Հայաստանը շուտով դադարելու է իր գոյությունը։ Ես այսքան երկար խոսեցի եւ անդրադարձա այս թեմային, որովհետեւ մարդկանց հասկանալի լինի, թե ինչի մասն էր խոսքը, ինչ է տեղի ունենում իրականում եւ ինչ է տեղի ունենալու։ Եկեղեցին ավիրվում է, եկեղեցին ավիրվելու է ավելի, գալու է իշխանության եկեղեցուն այս ռեժիմի ներկայացուցիչը, նրանց սպասարկող մեկը, Հայաստան գալու են ադրբեջանցիներ, որը միանշանակ Հայաստանի վերջն է։ Համոզված եմ, որ հայ ժողովուրդը սիրով սպասում է նրանց, իրոք անկեղծ այդպես են մտածում, բայց կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրա արդյունքում կորցնելու է ոչ միայն իր հայրենիքը, այլև ամեն ինչ։ Այլ մտքեր էլ ունեմ, բայց դրանք կարտահայտեմ հետո հաջորդ թերևս տեսանյութերում եւ դրանք վստահ եմ, որ լինելու են, բայց կարևոր է իմանալ այն եզակիներին, որոնք վստահ են կան ժողովրդի մեջ, որոնք վստահ են մտածում են եւ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում։ Այնինչ կատարվում է մեծ գործընթացի մաս է Հայաստանի ոչնչացման հստակ ծրագրի մի հանգրվան։
Եվ այդ հանգրվանը վաղը նորից օրակարգից դուրս կգա, որովհետև ուշադրության ցիկլը ընդամենը 24 ժամ է Հայաստանում այսօր։ Ցավալիորեն եւ ողբերգականորեն։ Աստված մեզ օգնական։